Եբրայեցիներին 3-րդ գլուխ։ Ուստի սուրբ եղբայրներ, դուք որ մասնակից եք երկնավոր կոչմանը, նայեք Հիսուս Քրիստոսին, առաքյալին և քահանայապետին, որին խոստովանում ենք մենք։ Նա հավատարիմ էր իր արարչին, որ նրան կարգեց այս պաշտոնին, ինչպես որ Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ։ Որովհետև նա առավել փառքի արժանի եղավ, քան Մովսեսը, ինչպես որ տունը կառուցողն ավելի պատիվ ունի, քան տունը։ Արդարև ամեն տուն, որ կառուցվում է, որևէ մեկի կողմից է կառուցվում, իսկ ամեն ինչ կառուցողն Աստված է։ Մովսեսը հավատարիմ եղավ նրա ամբողջ տան մեջ որպես ծառա, վկայելու ասվելիք խոսքերը, իսկ Քրիստոսն իբրև որդի նրա տան վրա։ Նրա տունը հենց մենք ենք, միայն թե մինչև վերջ հաստատ պահենք վստահությունը և հույսը, որի համար պարծենում ենք։ Դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում. այսօր եթե նրա ձայնը լսեք, մի կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես որ ինձ դառնացրեցիք փորձության օրը անապատում, որտեղ ձեր հայրերը փորձեցին ինձ, քննեցին ինձ, թեև տեսան իմ գործերը 40 տարի շարունակ։ Ուստի վրդովեցի այդ սերնդից և ասացի. սրտով միշտ մոլորված են, և նրանք չճանաչեցին իմ ճանապարհները, այնպես որ երդվեցի իմ բարկության մեջ ասելով, թե երբեք չպիտի մտնեն իմ հանգստի մեջ։ Եղբայրներ, տեսեք, ձեզանից որևէ մեկի մեջ թող երբեք չլինի չար ու անհավատ սիրտ և ապստամբի կենդանի Աստծու դեմ, բայց ամեն օր հորդորեք միմյանց, քանի այդ այսօրը դեռ առջևում է, որպեսզի ձեզնից ոչ ոք չկարծրանա մեղքի խաբեությամբ։ Ահա մասնակից եղանք Քրիստոսին, միայն թե հաստատ պահենք այն վստահությունը, որ ունեցել ենք սկզբից։ Քանի որ ասված է. այսօր եթե նրա ձայնը լսեք, մի կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես դառնության ժամանակ։ Քանզի ովքեր էին, որ լսեցին և դառնացրին նրան։ Չէ՞ որ բոլոր նրանք, ովքեր Մովսեսի միջոցով դուրս էին եկել Եգիպտոսից։ Ումից վրդովվեց 40 տարի։ Չէ՞ որ հանցանք գործածներից, որոնց ոսկորներն ընկան այնտեղ անապատում։ Ում երդվեց, որ չպիտի մտնեն իր հանգստի մեջ, եթե ոչ անհնազանդներին։ Եվ տեսնում ենք, որ նրանք չկարողացան մտնել իրենց անհավատության պատճառով։